արձագանքել են, նույնիսկ Փաշինյանն արձագանքել, որ միանում է, դուք երևի տեսաք ազգային ժողովի ամբիոնից, այսինքն Փաշինյան մարդը արձագանքել է, հիմա Ընդդիմադիրներն էր բայց ձեր կոչը ողված, ընդդիմադիրներից ով է արձագանքել ձեր կոչին։ Ինձ թվում է շուտով Փաշինյանն էլ է դառնալու իրեն ընդդիմադիր։ Դուք հանդիպեցիք կոնկրետ կոնկրետ որ ուժերն են աջակցում ձեր առաջարկին չնշեցիք։ Շատ ուժեր են։ Ովքեր բացի Քոչարյանից հրապարակային ով է։ Շատ ուժեր են, դուք դա կտեսնեք, երբ առաջի հավաքը կլինի։ Պարոն Կարապետյան լիդերների, իսկ ինչ Կարապետյան հետևում դուք պետք է կազմակերպեք որպես ամենաշատ ձայներ ստացած ուժ, առաջնային ուժ։ Իհարկե մենք ենք կազմակերպելու, շատ ուժեր հրավերքի են սպասում։ Իսկ ինչու է Պարոն Կարապետյան ճարպում եք ընտրությունների արդյունքները, բայց հաստատի իշխանությունները արդեն ազգային ժողովի նախագահ փոխնախագահային են։ Սա ինչով կնասատեք։ Դե իրենց գործով են զբաղված, մենք մեր գործով ենք զբաղված։ Դա մի հանգուցալուծման։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյան։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյանը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար։ Ինչպես չունեք ճանապարհ։ Ինչպես դե չեք հրապարակում, որ իմանա հանրությունը։ Բայց եթե Պարոն Կարապետյան հետևում եք սահմանադրական դատարանի նիստերին 5 օր է արդեն ընթանում է։ Կգա մարդիկ կիմանան իսկ եթե ով այդ պետք է պայքարի, դե հիմա խնդրես չեք ասելու։ Պարոն Կարապետյան 5 օր է հետևում եք սահմանադրական հարկազրույցին էլի վերածեք հարցնեք էլի։ Ընթանում են։ Պարոն Կարապետյան հետևում եք սահմանադրական դատարանի նիստերին 5 օր է արդեն ընթանում է ձեր դիրքորոշումը, պատկերացումները, ակնկալիքները կարելի է իմանալ։ Դա process է, որ մենք պարտավոր ենք անցնենք։ Վարդևանյանը ամեն օր դուք տեսնում եք, ներկայացնում է մեր պահանջները։ Շատ լավ ներկայացնում է։ Դրա համար հիմա մենք բոլորս միասին տեսնենք սահմանադրական դատարանի կախվածության աշճանը այս իշխանությունների։ Իսկ անձամբ ձեր Սահմանադրական դատարանը ես վստահ եմ հնարավորություն ունի երկրորդ փուլ նշանակի։ Դրա համար մենք այդ հնարավորությանը սպասում ենք։ Անձամբ ձեր դիրքորոշումը մանդատները վերցնել չվերցնելու վերաբերյալ ոչ թե ընդհանուր ժողովրդի հետ հասկանալ դուք։ Անձամբ իմ դիրքորոշումը ամենաճիշտն է լինելու, դուք մի անհանգստացեք։ Հույսը ձեր որտեղից, որ սահմանադրական դատարանը երկրորդ փուլ այսպես Չասի, հույս ունեմ, ասիկ տեսնենք, իրենք այդ հնարավորությունը ամենայն դեպս ունեն։ Եթե չի լինում, դուք վերցնում եք, կապված եք վերցնել մանդատները։ Ձեր պլան B-ն դուք միշտ ասում եք, մենք ուժեր ենք հաղթելու ենք, Մենք ուժեր հաղթելու ենք, բայց ինչ պարտադիր է պլանը։ Եթե ուժեղ չլինենք, Փաշինյանը կմիանար, մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ, դուք այդպիսի բան տեսել եք պատմության մեջ։ Մարդ ազգային ժողովի ամբիոնից կոչ է անում, որ ինձ վռնդեք։ Հիմա դուք այդ կոչին եք հետևելու պարոն Կարապետյան Նիկոլ Փաշինյանի ասած կոչին։ Չէ, ես սպասում եմ մյուս քաղաքական ուժերի կոչերին։ Բա ինչի են հապաղում։ Ով պետք է չի հապաղել։ Կնշեք անունները, ովքեր են, որ մինչ այս պահը ձեզ հետ կապի են դուրս եկել կամ եկել են, քանի որ դուք տնային կալանքում եք։ Շատ ուժեր են կապի դուրս եկել, շատ ուժեր հայտարարել են։ Դրա համար օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք, հետո դա չի նշանակում միայն կուսակցություններին, նույնիսկ անհատ շատ ազդեցիկ մարդիկ են միանալու։ Լիդերների հանդիպումը երբ է լինելու, պարոն Կարապետյան։ հստակ օր կա։ Հիմա սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դրանից կախված է ինչ հանդիպում ենք մենք պլանավորում։ Եվ նաև այդ հանդիպմանը կորոշվի մանդատներ վերցնել թե ոչ։ Եվ այդ հանդիպմանը մանդատներ որոշելուն մենք ժամանակ ունենք, մինչև ամսի քանիս ունենք ժամանակ։ Մինչև հուլիսի ավարտ։ Մինչև հուլիսի վերջը ունենք, մենք այդ ընթացքում նորմալ պայքարելու ենք օրինական մեթոդներով։ Դե ամեն օր տեսնում եք, Վարդևանյանը ամեն օր
Մենք չեք տեսնում Վարդեվանյանին տեսնում ենք, բայց իրականում ձեր ցուցակում մարդիկ կան, որ մեծ այդ զրույցում ասում են, որ իրենք հրաժարվելու են եւ մանդատ չեն վերցնում։ Այսինքն փաստացի պարոն Կարապետյան, ձեր ցուցակում ընդգրկվել են մարդիկ, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ պայքարի գնալ։ Որքանով եք, որ ասում եմ ցուցակը կազմելուց վստահ, որ Գեգամ Նազարյաններ չեք ունենա եւ այլ հետևանք ԿՊ-ին միացողներ չեք ունենա։ Մեր ցուցակում չկան այդպիսի մարդիկ։ Այսինքն ով պետք է գնա ազգային ժողով, նա կգնա ազգային ժողով։ Ով չպետք է գնա ազգային ժողով, նա չի գնալու ազգային ժողով։ Դա մեր ցուցակի Կարապետյան չկա, այսինքն պարոն Գեգամ Նազարյաններ վստահ չեք ունենա։ Պարոն Կարապետյան հասկանում ձեր ճանապարհային քարտեզը, որ հիմա սպասում եք սահմանադրական դատարանը ինչ կորոշի, դրանից այսինքն հետո մինչև հուլիսի վերջ կլինի այդ լիդերների հանդիպումը եւ նաեւ մինչև հուլիսի վերջ կորոշեք նաեւ մանդատներ վերցնում եք թե ոչ։ Բայց ունեք այդ թե ինչպես եք իշխանությունից հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, դուք այդ ճանապարհային քարտեզը գոնե ձեր համար ունեք, որը չեք հրապարակում։ Հավատացեք, դա քարտեզ չի լինելու։ Եթե մենք ոչ մի բան չանենք, Նիկոլ Փաշինյանը ինքը իրան հեռացնելու է։ Որտեղ իր մոտ ամեն օր լինելու են ձախողումներ եւ հայ ժողովուրդը ամեն օր տեսնելու է դա ու իր գնահատականը տալու է։ Ինչեւ օրս եղել են, այսինքն ընտրություններից հետո ինչ ձախողում է եղել օրինակ հունիսի 7-ի ընտրություններից հետո ինչ եղել։ Ինչ ազգային ժողովի ձևավորումը հաջորդ օրը բարձրացրեցին։ Կարող եք ուսումնասիրել ինչպես է աշխատում իրենց խոստացած բժշկական այդ ապահովագրությունները։ Ասում եմ շատ լավ է։ Ուսումնասիրեք, դուք լրագրողներ եք, ուսումնասիրեք։ Պետականացվելու է պարոն Կարապետյան հուլիսին 3 Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց եւ փոխհատուցման հարցն են որոշելու։ Այս կապակցությամբ ինչ կասեք։ Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն հեծը գցել են իրենց ոտքերին, դուք երևի դա տեսնում եք, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար Պարոն Կարապետյան, իսկ իրենք շատ ուրախ կլինեն հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեն։ Ժամկետներ ունեք մոտավորապես դուք այդ իշխանափոխությունը ինչ ժամկետում եք պատկերացնում 1 ամսում, 2 տարում, 3 տարում, թե 5 տարի հետո ինչ ժամկետներ եք պատկերացնում։ Դուք ինչ ժամկետում եք ուզում, օրինակ ձեր ցանկությունը ո՞րն է։ Ես ցանկություններ չունեմ, դուք ես ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումը։ Ես իմ ժամկետները ունեմ։ Դրանք որքան մոտավորապես ինչ ժամկետներ։ Իհարկե չեմ ասի, հիմա ասեմ Մինչև 1 տարի թե 1 տարուց շուտ։ Դա բոլորդ կտեսնեք, հերթով։ Պարոն Կարապետյան, ես մի փոքր ուշ միացա, չգիտեմ, հարցերը հնչել են թե ոչ, դուք բազմիցս մինչև ընտրությունները հայտարարում եք, որ ընտրություններից հետո արդեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կունենաք։ Ուզում եմ հասկանալ, այս գործընթացը ինչ փուլում է, արդյոք հրաժարման այս գործընթացը ինչ որ գործնական փուլ մտել է չի մտել։ Չէ, գործնական փուլ մտել է, դա գործնական փուլում է։ Կոնկրետ ինչ փուլի մասին է խոսքը։ Դե հիմա ես Դուք 3 երկրում, Հայաստանում ունեք քաղաքական, Հայաստանում հիմա քրեական գործով եք անցնում, եւս 2 երկրում էլ հայց ունեք ներկայացված, ու այս 3 երկրներում էլ տարբեր քաղաքացիություններով եք ներկայանում։ Այսօք դա կարող է խանգարող հանգամանք դա։ Օրինակ, եւս 2 երկրում ինչ ունեմ։ Ֆրանսիայում դուք ներկայանում եք որպես Հայաստանի, Ֆրանսիայում հայց ունեք, ներկայանում եք որպես Հայաստանի քաղաքացի, Ստոկհոլմում հայց ունեք, ներկայանում եք որպես Կիպրոսի քաղաքացի, այստեղ էլ քրեական գործով եք անցնում ու 3 երկրի քաղաքացիությունով եք ներկայանում։ Այսօք սա կարող է, այսօք կարող է սա խանգարող հանգամանք հանդիսանալ ձեր 2 երկրների քաղաքացիություններից հրաժարվելու համար Կիպրոսի եւ Ռուսաստանի։ Իհարկե չի հանդիսանա։ Նաեւ ես հարցը չեմ հասցրել։ Դուք ձեր եթերում հետո աղավաղում եք։ Դա ձեր անձնական կարիքն է։ Կարող եք Դա ձեր անձնական կարիքն է, շարունակում հարցերը։ Հանրության կարծիքը դուք չեք կարող պատասխանել։ Դուք ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպումներ ունեցել եք այս ընթացքում, ու եթե ունեցել եք ընդդիմադիր ինչ որ ուժերի առաջնորդներ հետ ունեցել ում հետ եք հանդիպումներ Չեմ ունեցել։ կարծես ասեմ, հիմա մենք մեր գաղտնի պլանը ունենք, խոմ չեմ բացելու։ Ինչ պլանի մասին է խոսքը։ Փաշինյանին հեռացնելու պլանը։ Ինչպես եք կոնկրետ։ Շատ հեշտ։ Պարոն Կարապետյան, երկրորդ անգամ եք շուտ գայիք, Մեր մի հարցի չպատասխանեցիք, ընդդիմադիր Սամվել Կարապետյանի կարգավիճակին հարմարվել եք այդ իրողությանը, պատրաստ եք առաջ գնալ հենց այդպես կարգավիճակ։ Ժորժ ջան, հələ Սամվել Կարապետյան։ ես կարգավիճակ չունեմ։ Ես ընդամենը ապօրինի կալանավորված մարդ եմ։ Չեք արձագանք։ Գալիս եմ դատարան, դուք տեսնում եք։